Օտայքի մարզի գեղատեսիլ անկյունում Թեղենից լեռան արևելյան լանջին հանգրվանել է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկը՝ Ծաղկաձորը։ Կանաչով պատված լեռներն ու խիտ անտառները գրկել են քաղաքը, նրան պարգևելով մեղմ, մաքուր ու առողջարար կլիմա։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ կարելի է զգալ բնության շունչը՝ ձմռան սպիտակ հեքիաթից մինչև ամռան զով ու թարմ օրեր։ Այսօր Ծաղկաձորը ապրում է նոր վերածնունդ։ 2021 թվականին իրականացված համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Ծաղկաձոր համայնքը ներառեց եւս 7 բնակավայր՝ Աղավնաձորը, Մեղրաձորը, Մարմարիկը, Փյունիկը, Արտավազը եւ Հանքավանը։ Ծաղկաձոր խոշորացված համայնքը 2021 թվականից ղեկավարում է Նարեկ Հարությունյանը։ 2021-ին նոր ղեկավարությունը ժառանգել էր բավական բարդ իրավիճակում եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնք։ Բազմաթիվ խնդիրներ էին արկալ համայնքում, ջրագծերից, ճանապարհներից, գույղագծերից սկսած, այս պահին ունենք բազմաթիվ ծրագրեր ընթացքի մեջ, որոնք այս պահին իրականացվում են։ 2021 թվականից սկսվեց համայնքի զարթոնքը։ Այսօր համայնքային կենտրոնը Ծաղկաձորը մեծ թափով վերակառուցվում է։ Քաղաքը ստանում է ժամանակակից շունչ ու նոր տեսք։ 5 տարիների ընթացքում խոշորացված համայնքում իրականացվել է 4 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 3 միլիարդ 100 միլիոն դրամը միայն համայնքն է հատկացրել։ Իրականացվել են լայնածավալ ու հետևողական աշխատանքներ, վերանորոգվել են ճանապարհները, բարելավվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը եւ լուծումներ են տրվել ջրամատակարարման խնդիրներին։ Ծաղկաձորում գլխավոր եւ թերևս ամենախոշորամասշտաբ ծրագիրը եղել է նոր կոյուղագծի անցկացումը, ինչը քաղաքի պատմության մեջ աննախադեպ է։ Ծաղկաձոր քաղաքը հենց ամենամեծ կոյուղ խնդիրն ուներ եւ այս պահին արդեն իսկ հիմա ուղարկված կառավարության ուղարկած սուբվենցիոն ծրագրով, որը միջազգաց արդեն հաստատվել է, Ծաղկաձոր քաղաքը գրեթե մոտ 90%-ով արդեն կոյուղագծերը ամբողջությամբ փոխարինվում է եւ նորը կառուցվում է։ Մենք փոխարինել ենք կոյուղագծերը եւ ընդհանուր միջև Հրազդան համայնքով արդեն գնացող կոյուղագծին արդեն տարել միացրել ենք։ Միացումներն արդեն իսկ տված են։ Մնացել է մի երկու թաղամաս, որը արդեն ներկայիս մոտ 3 միլիոն դրամ արժեքով արդեն իսկ հաստատվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով։ Այդպիսով արդեն իրականացնենք ամբողջ կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ եւ նորի կառուցումը։ Վերակառուցվել են Ծաղկաձորի մայթերը, դրանք գրեթե ամբողջությամբ սալիկապատվում են եւ ստանում են բավական գեղեցիկ տեսք։ Փողոցների գիշերային լուսավորությունը նույնպես բարելավվել է։ Կառուցվել է սրահ, որը համայնքի բնակիչների համար գործում է անվճար։ Ծաղկաձորը շուտով կունենա նաեւ մի քանի գեղեցիկ եւ մեծ զբոսայգի։ Ծաղկաձորի համայնքապետարանում կարևոր են համարում նոր սանտեխնիկայի ձեռքբերումը։ Դրանք քաղաքը մաքրելու համար օգտագործվելու են թե ձմռանը, թե նաեւ ամռանը։ Հեմը չոտ երեկվա իրա բունկերում, ամառ աղաղաղ հավաքում մեջ է, ասել ջերում է, որ փոշի չերում։ Իսկ ձմռանը դենը դուսա գալիս ռոտորատում, ջուն փչող ռոտորատար։ Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում։ Մեղրաձորը, Հանքավանը, Փյունիկը, Արտավազը, Մարմարիկը եւ Աղավնաձորը տարիներ շարունակ չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհներ։ Մայթերն ու համայնքային փողոցները գտնվել են անմխիթար վիճակում։ Ճանապարհների խնդիրը բոլոր բնակավայրում եղել է եւ խմելու ջրերի խնդիրը։ Օրինակ Աղավնաձոր գյուղում մասամբ փոխարինվեց ներքին ցանցի խմելու ջրի եւ նոր ջրագիծ անցկացվեց աղբյուրներից ծառերի իջացրեցին Աղավնաձոր գյուղ։ Ճանապարհներ ենք վերանորոգել, կոյուղագծեր ենք անցկացրել եւ այս տարի նույնպես արդեն սուբվենցիոն ծրագրով հաստատված ունենք Աղավնաձոր գյուղում եւս երկու փողոց արդեն կոյուղագծեր կանցկացնենք, մանկապարտեզ ենք բացել Աղավնաձոր գյուղում, մշակույթի տուն ենք բացել, որը որ նշան, որ մեր համայնքում եւ մանկապարտեզներ եւ մշակութային հաստատությունների խմբակները գործում են անվճար, այսինքն ամբողջությամբ ֆինանսավորվում է համայնքի կողմից, բնակիչները արձավճար չեն տրամադրում։ Նույնը Մարմարի գյուղում ամբողջությամբ գրեթե ասֆալտապատված են փողոցները, այս տարվա ծրագրով արդեն կավարտենք ամբողջ Մարմարի գյուղի ասֆալտապատումը եւ ջրագիծը արդեն մոտ մնացել է 5%-ի աշխատանք, որ այս տարի նույնպես կավարտվի 6 կիլոմետր երկարության նոր ջրագիծ է կանցկացվել գյուղ, խմելու ջրագծի մասին է խոսքը։ Մեղրաձոր գյուղում նույնպես ունեն ջրի խնդիր եւ այս պահին
արդեն նոր ջրակացի անցկացման աշխատանքներ իրականացվում են, որը մեկնարկել է 2025 թվականից դեռևս 13 կիլոմետր երկարությամբ։ Կառուցվում կամ վերանորոգվում են գյուղերի մշակույթի տները։ Մեղրաձորում կառուցվում է խոշոր մարզասրահ, որը խոշորացված համայնքի բոլոր բնակիչների համար կլինի անվճար։ Խոշորացված համայնքի բոլոր գյուղերն ունենալու են ֆուտբոլի մարզադաշտեր։ Նորոգվում են նաև Մեղրաձորի բազմաբնակարան շենքերի տանիքները, որոնք տարիներ շարունակ գտնվել են անմխիթար վիճակում։ Փյունիկ արտավազում ճանապարհները արդեն կառուցված են ամբողջությամբ, ջրագծերը անցկացված են, խմելու ջուրաղբյուրներից արդեն միջեցված է յուղ, ջրագծերն անցկացված եւ այնտեղ այս պահին իրականացվում են արդեն կմեկնարկեն շուտով լուսավորության համակարգի նոր փոխարինման ամբողջական նոր լուսավորության համակարգը տեղադրվելու Փյունիկ արտավազ գյուղերում։ Հանքավանում նույնպես ամբողջությամբ փոխվել է ջրագծերի ներքին ցանցը, փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվել եւ սալիկապատվել են։ Խոշորացված համայնքում կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն իրենց ծավալով ու նշանակությամբ աննախադեպ են։ Հենց սկզբից գումարների խնդիր չենք ունեցել, մենք ինքնաբավ համայնք ենք, այս տարվանից սկսած արդեն մենք դա նույնիսկ դոտացիա չենք ստանում պետության կողմից արդեն իսկ եւ մեր գումարը մեզ բավականացնում մեր աշխատանքներին, մենք բավականի թանկ գներով աճուրդներ ենք ունեցել հողամասերի եւ ունեցել ենք նաեւ նպատակային հողի նպատակային փոփոխություններ ենք ունեցել, ինչ որ գումար են կարողացել գեներացնել։ Ունեցել ենք պայմանական սեփականություններ, որոնց այդ օտարման ժամանակատվածում արդեն կադաստրային արժեքներ են համայնքի բյուջե եկել, ինչպես նաեւ եղել են պետական սեփականություն օտարվող հաստատություններ, հողամասեր, որոնց կադաստրային արժեքի 30% եկել է մեր համայնք։ Այս պահին մենք գումարային խնդիր չունենք եւ արդեն իսկ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրեր, որ արդեն ուղարկել են կառավարության հաստատմանը, մոտավորապես արդեն նախատեսել են 2 միլիարդի աշխատանքներ իրագործել։ Ծաղկաձորն ու խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող գյուղերը քայլ առ քայլ ոչ միայն բարեկարգվում են ու թարմ տեսք ստանում, այլև դառնում են ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ բնակավայրեր։ Մենք միշտ ցատարում ենք բիզնեսին, ներդրումներին, իմ կառավարման տարիներին ես տրամադրել եմ Ծաղկաձոր քաղաքում մոտ 5 հյուրանոցային բրենդային հյուրանոցների շինթույլտվություններ, որոնք այս պահին ընթացքի մեջ են եւ իրականացվում են արդեն աշխատանքները կառուցման, այսինքն մենք պայման ենք ստեղծում, որպեսզի այստեղ կարողանա բիզնեսը զարգանալ։ Չհաշված սրան, զուգահեռ նաեւ բազմաբնակարների ապարտ հոթելների շինարարության թույլտվություններ ենք տրամադրել եւ ինչպես տեսնում եք, քաղաքում գրեթե արդեն խնդիրներ չեն մնում։ Աշխուժություն արդեն բնակավայրերում նկատվում են, որտեղ այնտեղ կառուցվում են հյուրատներ, դե գյուղերում ավելի կյանքը հանգիստ է, մարդիկա որ Ծաղկաձորի աշխուժ կյանքն իրենց հետաքրքրում եւ մարդիկ կան, որ այդ հանգիստ իրավիճակը։ Այսօր Ծաղկաձոր խոշորացված համայնքը շարունակում է զարգանալ, համադրելով բնության անկրկնելի գեղեցկությունը եւ ժամանակակից կյանքի հարմարավետությունը, դառնալով Հայաստանի իսկական զբոսաշրջային զարտերից մեկը։